Պարոն Ավինյան, կապանում ենք երկրորդ օրն է արդեն ձեր ներկուսակցական քարոզարշավի Սյունիքի մարզում տպավորությունների հետ կապված եւ վերջին անգամ երբ եք Սյունիքում եղել մի փոքր։ Վերջին անգամ երևի թե 2025 թվականին է եղել Սյունիքում, տպավորությունները շատ դրական են իրականում եւ Շինուհայրում, եւ Սիսիանում, եւ Ագարակում, եւ Մեղրիում, եւ Կապանում մարդիկ մեզ շատ լավ են դիմավորում։ Խոսում ենք ապագա գալիք ընտրությունների մասին, խոսում ենք արդեն արված աշխատանքների մասին եւ իրականում Սյունիքում շատ մեծ ծավալի աշխատանք է արվել։ Նաեւ Սյունիքում արվում են այդ աշխատանքները, որովհետեւ իրականում այստեղ շատ մեծ պոտենցիալ կա եւ տնտեսական եւ հետագա զարգացման եւ ես կարծում եմ որ այն միջավայրը, որում անցնում են այդ հանդիպումները, իրապես շատ դրական են, շատ իրար նկատմամբ կամեցող վերաբերմունք։ Այ ձեզ ասում են, որ դուք թեև անուն դրել եք ներկուսակցական քարոզարշավ, բայց ակնհայտ քարոզարշավ եք իրականացնում, մնում եք քվեաթերթիկի համար ասեք, դա էլ չկա, դրա համար չեք ասում։ Նույն այդ խոստումները, որ այսինչը կլուծենք այն, սա ինչով է տարբերվում քարոզարշավից, բացի այդ իմ նշած, որ քվեաթերթիկի համար միայն չեք ասում։ Կարկ ջան, կարծում եմ յուրաքանչյուր իշխանություն պետք է շարունակաբար շփվի ժողովրդի հետ։ Մենք դա անում ենք ոչ միայն այս շրջանում, մենք դա անում ենք միշտ, այսինքն կապ չունի ես օրինակ երբեմն ես միշտ վարչական շրջաններով եմ պատտվում, վարչապետն էլ վստահաբար բոլոր հնարավոր իր այցերը այնպես է կազմակերպում միշտ, որ շփվի մարդկանց հետ։ Դրանով առաջին հերթին մենք ստանում ենք հետադարձ կարծիք մարդկանցից, թե ինչն ենք ճիշտ անում, ինչն ենք սխալ անում, եւ կարծում եմ դա յուրաքանչյուր իշխանության պարտավորություն է, անկախ ժամանակահատվածից։ Այ դիմակիցներ ձեր նշեցին, որ կարծես թե մնացել է, եթե չեմ սխալվում, պարոն Ավինյան, Կոտայք եւ Գեղարքունիքի մարզի այցելությունները, սակայն Երևանի մասին չեն խոսում։ Դուք տեղեկություն ունեք, ուրախ ավտոբուսը Երևանում եւս շրջելու է, բնակիչների տներով մտնեն, տոպրակներ օգնեն տանեն, դուք եւս այդպիսի հաջորդ կիրակի օրը, բացի մյուս մարզերից, նաեւ նախատեսվում է այցելություն Երևան։ Նիկոլ Փաշինյանի գլխավոր բոլորով իհարկե։ Եվ մի փոքր քաղաքական այսպես հարցերի անդրադառնանք, ընտրություններից առաջ, ձեր շանսերի հետ կապված, նաև Հայկ Մարությանն է վերջին շրջանում կրկին ակտիվություն դրսևորում սոցցանցերում, հետևել եք օրինակ տեսանյութեր է տեղադրում ձեր թիմի առաջնորդի մասնակցությամբ։ Չէ, անկեղծ ասած, չեմ հետևել։ Բայց ինչպես եք վերաբերում Հայկ Մարությանի վերադարձին, հաշվի առնելով նաև, որ նա ամեն դեպքում պոպուլյար այսպես քաղաքապետ է եղել եւ շատ մեծ սկզբնական տարիներին շատ մեծ այդպես ռեյտինգ է ունեցել եւ փորձն էլ ցույց տվեց, որ իր մասնակցությունը ընտրություններին այնպես ստացվեց, որ դուք չկարողացաք միանձնյալ ստանձնել քաղաքապետի պաշտոնը, անգամ երկու խմբակցությունով, չէ, 3 ուժ միացան, որ դուք դառնաք քաղաքապետ։ Անկեղծ ասած, այլևս երևի կարելի ասել քաղաքական առումով որևէ վերաբերմունք չունեմ իրեն։ Մեր եւ Երևանի կարծում եմ մեծագույն սխալներից է եղել եւ իրականում շատ խնդիրներ են մնացել իր կառավարումից հետո, բայց կարծում եմ այն տեմպը, որ հիմա շարժվում է Երևան քաղաքը, այն խնդիրները, որոնք որ հիմա լուծվում են, էականորեն կարելի ասել առաջանցիկ տեմպերով ենք գնում, դեռևս շատ հարցեր ունենք եւ շատ խնդիրներ ունենք, բայց կարծում եմ այն ճանապարհը, որ մենք ընտրել ենք, այն ճանապարհը, որ Երևանը ընտրել է, վստահորեն բերելու է մեզ շատ ավելի լավ եւ հարմար քաղաքի։ Եվ հաշվի առնելով, որ Հայկ Մարությանն է բավականին լավ տիրապետում այդ մուլտիմեդիա կոնտենտին, Facebook սոցցանցերում, եւ արդեն երկրորդ տեսանյութն ինչպես նշեցի պատրաստել, եթե չեք տեսել, ես մի փոքր ասեմ, որ օրինակ տարածաշրջանում պայմանական իրավիճակը մյուս կողմում օրինակ ուրախ ավտոբուսում ինչ որ ուտելիքներ այսպես փորձարկելով գնում են, մյուս կողմում երկրորդ տեսանյութը վերաբերում է նրան, որ մի կողմում պատերին ծեփելու հայտարարությունները, մյուս կողմում սրտիկները, որ ուղղում է նաև այդ տեխնոլոգիան կիրառելով վախեր չունեք, այսպես ասած քաղաքական առումով, որ գիտեք, ամեն մարդ ինչ որ մի բանում, գոնե ինչ որ մի բանում պետք է հաջողի եւ ես շատ ուրախ եմ, որ գոնե այդ հատվածում իր մոտ որևէ բան ստացվում է։ Ինչ վերաբերում է տեսանյութերի բովանդակությանը, ես կարծում եմ դա ուրախալի է, որ տարածաշրջանը ցնցումների մեջ
ոչ թե որ տարածաշրջանն է ցնցումների մեջ, այլ որ այդ ֆոնին, տարածաշրջանի ցնցումների ֆոնին Հայաստանի Հանրապետությունում լիակատար խաղաղություն եւ հանգստություն է, եւ կարծում եմ դա մեծ հպարտության առարկա պետք է լինի մեզ բոլորիս համար։ Եվ ամփոփելով դուք ինչ խոսքում եք առանց Ես մաղթում եմ մեր սիրելի սյունեցիներին այսօր լավ օր եւ այսօր մենք դեռևս շրջելու ենք Սյունիքում, այցելելու ենք Գորիս, հետագայում գնալու ենք Վայոց ձոր, լինելու ենք Ջերմուկում եւ այնտեղ նույնպես հանդիպելու ենք մեր հայրենակիցներին։